Վերջապես այսօր Հայաստանում կա 150,000 մարդ, որի տունը, տեղը, գերեզմանը թողել է Արցախում։ Հիմա Նիկոլ Փաշինյանն ու Ալիևը որքան փորձեն ջնջել դա հնարավոր չի անել։ Դա ոչ փողով կարաս առնես, ոչ բենզինով կարաս առնես, ոչ ցորենով, ոչ էլ ինչ-որ խոստումներով։ Դա պարզապես հնարավոր չի։ Ընդ որում մենք չենք ասում հավերժ պետքա թշնամի լինենք եւ այդ թշնամությունը մեզանից չի գալի։ Այս կոնֆլիկտի, այս ամեն ինչի գլխավոր պատճառը նա, որ Նիկոլ Փաշինյանը փոխել է այս հարցերի տեղերը։ Մենք Ադրբեջանի վրա չենք հարձակվել, Ադրբեջանն է մեր վրա հարձակվել։ Կոնֆլիկտի ամբողջ էությունը մեր զորքերը չի Ադրբեջանի տարածքում, Ադրբեջանի զորքերն են այսօր Հայաստանի տարածքում։ Այսինքն փոխվել է տեղերով։ Ագրեսորը ներկայանում է զոհը ագրեսորը, այտենց չի լինում, էսա ինքը այս ամենամեծ վատությունը նաև որ արել է, էսա եղել։ Հետևաբար մենք չենք ասում թշնամի լինենք, մենք ասում ենք այդ հարաբերությունները կարգավորելու, այո, մենք էլ ցանկություն ունենք եւ մենք շահագրգռ ենք այդ հարաբերությունները կարգավորել, բայց դա պետքա չլինի մեր ինքնության, մեր ոչնչացման, մեր զիջումների հաշվին, դա չպետքա լինի հասնի մի կետի, որ այլևս այս պետությունը չկարողանա իր կենսագործունեություն իրականացնել, որտեղ ես համոզված եմ, եթե դու քո տարածքով 10 միջանցք, եթե դու ադրբեջանցում շարես քո բոլոր բարձրադիր ռազմավարական դիրքերում, եթե դու նաեւ քո տնտեսությունը կախվածության մեջ վաղը միսօր տես Նիկոլ Փաշինյանը կարող ասի, այ եկեք Ադրբեջանից գազ գնենք, ինչ ա եղել որ։ Ըստ էության ինքը ինչ է անում, ինքը այսօր թշնամիներին դարձնում մեզ բարեկամ, բարեկամներին մեզ թշնամի։ Այսինքն առնվազն փորձում է այդպես ներկայացնել։